Ողջույն, այս վարժությունը ինտեգրատիվ վարժություններից է, այն կոչվում է մարմինը մեր բուժող ուժը, կամ բաց և փակ ձեռքեր, այն կարող է օգնել ձեզ կառուցել հոգեբանական կայունություն և ժամանակի ընթացքում նվազեցնել խրոնիկ ցավի ազդեցությունը, մարդիկ, ովքեր տառապում են տրավմայից և խրոնիկ ցավից, հաճախ ամբողջությամբ կլանված են ցավի զգացողություններով, թողնելով աննկատ ցավի տակ եղած բազմաթիվ այլ զգացողություններ։ Պիտեր Լևինը առաջարկում է մի վարժություն, որն արտաքինից շատ պարզ է թվում, բայց իրականում շատ խորքային է։ Այն կոչվում է բաց և փակ ձեռքեր կամ, ինչպես արդեն ասեցի, մարմինը մեր բուժող ուժն է։ Այժմ ես կկատարեմ և դուք կարող եք միանալ ինձ։ Այս տեսակ վարժությունները կարելի է նաև անվանել ինքնագիտակցության վարժություններ։ Այժմ խնդրում եմ հարմար տեղավորվեք աթոռի մեջ և ուղղակի նայեք ձեր ձեռքերին։ Նայեք դրանց հետաքրքրությամբ, ուշադրությամբ և ուշադրություն դարձրեք, արդյոք դրանք ավելի բաց են, թե փակ։ Բացեք ձեռքերը մի փոքր ավելի, նայելով, զննելով և դիտելով։ Հետո թողեք, որ ձեռքը մի փոքր փակվի և հետևեք, ինչպես են ձեռքերը փակվում։ Հետո կրկին բացեք և հետևեք, ինչպես են բացվում։ Դիտելով և զննելով։ Իսկ այժմ հաջորդ քայլը։ Ձեր ձեռքերը բաց եք պահում և ձեր մտքերը տեղափոխեք ձեռքերի մեջ։ Ձեր ֆիզիկական զգացողությունները նույնպես զգացեք ձեր ձեռքերի մեջ։ Այժմ նկատեք, երբ ձեռքերը բացվում են, ինքներդ ձեզ հարցրեք, ինչ է դա զգալ, որ ձեռքերս բացվում են, և ինչ է զգալ, երբ փակվում են։ Զգացեք, ինչպես են ձեռքերը նորից բացվում, ինչ եք զգում ֆիզիկապես։ Հետո նորից փակեք ձեռքերը և թեթև բռունցքի ձևով արեք։ Ուշադրություն դարձրեք, արդյոք կա ուժ կամ ներքին զորություն կամ զգացողություն ներքին զորության ձեր ձեռքերում, երբ փակ են։ Պարզապես նկատեք։ Հետո նորից դիտարկեք ձեր ձեռքերը, դանդաղ բացելով դրանք։ Ուշադրություն դարձրեք, արդյոք այս պահին ձեր ձեռքերը որ բացվում են, ինչ-որ բան ընդունելու, ինչ-որ շատ արժեքավոր բան։ Գուցե ձեր նպատակ այս վարժության մեջ ցավից ազատվելն է։ Ուշադրություն դարձրեք, ինչ եք զգում, երբ ձեռքերը բաց են, առողջացում և կամ ինչ-որ բան ստանալու համար։ Եվ այդ բաց ձեռքերի մեջ եղած առողջացող էներգիան տեղափոխեք դեպի ձեր սիրտը։ Այժմ նկատեք, ինչ եք զգում, երբ ինքներդ ձեզ տալիս եք այն, ինչի կարիքը ունեք, լիարժեք զգալու համար։ Մարմինը կարող է ապահովել այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեքության համար։ Ահա թե ինչու է այս վարժությունը անվանվում մարմինը որպես իմ ներսի բժիշկ։ Շնորհակալ եմ մինչև վերջ լսելու համար։ Մինչ տեսություն։